սկսենք երթը, ես ուզում եմ ձայն տալ երիտասարդներին։ Ոտքի Հայաստան քաղաքացիական նախաձեռնության վարչության անդամ Վահագն Լևոնյան։ Ուզում էի ասել ոտքի Հայաստան, բայց փառք Աստծո բոլորդ ոտքի եք։ Բարի երեկո։ Վերջին մի քանի օրերին այստեղից բազմաթիվ կոչեր ու փաստեր լսեցինք, իրականում բոլորը ճիշտ էին, որովհետև բոլորս էլ այդ ամեն ինչից տեղյակ ենք, ու մինչև այստեղից կհնչեր մեզանից շատերը, նկատի ունեմ երիտասարդներից շատերը, այդ բոլոր ինֆորմացիային արդեն իսկ տիրապետում էին, դրա համար ասելիքս երևի ավելի քիչ այստեղ հավաքված մարդկանց կվերաբերվի, կներեք իհարկե, որովհետև ըստ իս իշխանափոխությունը կամ չգիտեմ հեղափոխությունը ավելի շատ երիտասարդների գործն է, նորից եմ ասում, հազար ներողություն եմ խնդրում այստեղ հավաքված մարդկանցից, բայց ես չեմ ուզում տեսնել հրապարակում միայն տարեց տատիներ ու պապիներ, որովհետև իրենք բոլորը արդեն կյանքը տեսել են ու հավաքվել են այստեղ մեր երիտասարդներիս համար ու կոչս ավելի շատ վերաբերվում է այն երիտասարդներին, ովքեր հիմա իրենց մի գավաթ սուրճը վերցրել են ու ինտերնետի առաջ վայելում են ստեղի ելույթները կամ չգիտեմ քլնգում են ստեղի ելույթները, մի բան եմ ուզում պարզապես ասել, ժողովուրդ, մենք դուրս չենք եկել փողոց ինչ-որ լիձեր գտնելու, լիձերները այդ բազալտի տակից իրենք ծնվելու են, իմ կոչը միայն այն է, որ երիտասարդները դուրս գան փողոց ու իրենք դառնան այդ լիձերները, որովհետև այդ սուրճի բաժակը, որ ձեռը վերցրած նստել եք, դուք ձեր մեջ սպանում եք ձեր մեջ եղած լիձերին, որտեղ Աստված երբ որ մարդուն ստեղծել է, ամեն մեկին յուրովի շնորհք է տվել։ Դուրս եկեք փողոց, ու թող բոլոր այս իշխանությունները տեսնեն, թե ինչի եք ընդունակ դուք, այսինքն մենք, որտեղ մի անգամ արդեն մենք ապացուցել ենք Բաղրամյան փողոցում, որ մեզ ջրում են, մենք բիտոնի տակից դուրս են գալիս։ Խնդրում եմ բոլոր երիտասարդներին, ցանկացած քաղաքացիական շարժման, չգիտեմ, ինչ-որ ուղղվածություն ունեցող, այդ ամեն ինչը դնում ենք մի կողմ, որտեղ մենք այսօր հայրենիք ենք կորցնում, ժողովուրդ, ու դուք շատ լավ հասկանում եք։ Մենք ասում ենք, այնտեղ ոստիկաններն են հավաքվել, չգիտեմ ով է հավաքվել։ Եթե մարդը 3000-5000 դրամով իր հայրենիքը վաճառում է, բնականաբար 100,000 դրամ ում էլ տան կգա կկանգնի այս մարդկանց կծրի։ Նենց որ ոստիկաններին է մի մեղադրեք։ Եկեք սկզբում այդ մեր մեջի թուրքին վերացնենք, մնացած թուրքերը իրանք գնալու են արդեն։ Նենց որ կոչ եմ անում, բոլորը դուրս եկեք փողոց, երիտասարդներ, տատի պապիները իրենց կյանքը ապրել են։